Այսօր ամբողջ աշխարհի պայքարը մեղրի համար է։ Քաղցր տեղ է, հրաշք տեղ է։ Քաղցր է մեղրին, հրաշք է մեղրին, դրա համար էլ բոլորի աչքը մեղրիի վրա է։ Ամեն մեկն ուզում է իր բաժինն ունենալ մեղրիից, բայց մեղրեցին տեղը զիջողը չէ, թող պետությունը ականջին օղանի։ Պետությունը մենք ենք կոչվում, պետությունը ով է որ կարողանա որոշի Սյունիքը տա կամ Ղարաբաղը հանձնեցին, այդքան մարդու կարան իրանք պատասխան տան, չեն կարա։ Ես չեմ գնա, ինձ պետք է տանեն։ Ես 100% դուրս չեմ գալու մեղրիից։ Միլիարդ % դուրս չեմ գալու։ Եթե իրանք թեկուզ ուզենան հանել, ես դուրս չեմ գալու։ Ոչ ես, ոչ իմ հերս, ոչ իմ աղբերներս, ոչ իմ ընտանիքս։ Թող ինձ խփեն, հետո մտեն մեղրի։ Ես չեմ հանձնվում։ Գևորգը միայն Հայաստանի իշխանություններին չի զգուշացնում։ Լավ կանի Ալիևն էլ միջանցք ուզելուց առաջ երկար մտածի։ Ժամանակին մեր թշնամուն լավ չենք սատկացրել, այ դրա համար։ Այդ 30 տարին, երբ որ իրանք էին մեր ոտքի տակ, մենք իրանց ներեցինք։ Այ եթե մենք իրանց չներեինք։ Մեղրիում հոր տված հողի վրա այգի է տնկել Գևորգը, որ տղաներին ոտքի կանգնեցնի։ Կոտրված ձեռքի պատճառով ատեստացիան չի անցել ու դուրս է մնացել բանակային ծառայությունից։ Այսօր զինվորին շատ լավ չեն ուշադրություն դարձնում։ Զինվորը ձյունի տակ, ասենք այդ ձյունի տակին կանգնող տղաներին ավելի քիչ են վարձատրում։ Քանց թե ճանապարհին պետական մեքենայով, չգիտեմ եւ այլն համազգեստ կրողներին ավելի շատ են վարձատրում 300, 400, 500, 600, չգիտեմ։ Իսկ մեր բանակին ասում են ատեստացիա տանցի, որ գումար ստանաս։ Ես դրա խաթր եմ դուրս եկել։ Ես իմ ձեռս կոտրածա չեմ կարողանում ձգվեմ։ Բայց շատերից շատ լավ եմ կրակում։ Բայց ասում է դա չի նշանակում, թե թողնում է տունը, ազգը, հայրենիքը պաշտպանելու իր առաքելությունը։ Ասում է ամեն հայ տղամարդու պարտքն է դա։ Մեր երկիրը չի պարտվել, մեր երկիրը ծախել են։ Հայը անկոդրուն է, հիշեք։ Հայ ոգին անկոդրուն է։ Հայը չունի զատնի սկորուստ։ Իսկական հայ մեծացած տղան։ Իմ տղաս 3 շշմա ու կրակելուց ուրախանում ասում, պապա 5-ից 3-ը խփում եմ։ Այս գլխից ինքը զենք կրակել է սովորում։ Մենք դեմ ենք միջանցքին։ Մենք չենք ուզում միջանցք։ Միջանցքին ընդհանրապես դեմ ենք։ Միջանցքի վերջը հարսանիք է դառնալու։ Ինչ վտանգներ կան։ Դե վտանգներ շատ է լինելու էլի։ Սյունիքում շատերը համոզված են, որ ոչ մի միջանցք էլ չի լինելու։ Մեղրին, Սյունիքը մնալու են հայկական։ Ես համոզված եմ, որ չի լինի տենց բան։ Ես չեմ հավատում, որ կարող է վերցնի։ Որտեղ է այդ համոզումը։ Հենց իմ միտքս է տենց թելադրում։ Բա որ վերցնի ինչ եք անելու, կշարունակեք։ Շուման գավեմ ձեզ մոտ Երևան ձեզ հետ ապրեմ։ Եթե իրենց մնա, իրենք մեղրին լքողը չեն, ոչ հիմա, ոչ երբևէ, բայց արդյոք որոշողն իրենք են, կասկածում է այս տղամարդը։ Դե մենք փոքր մարդ ենք, որ ինչ-որ բան մենք ուզենք, բայց ուղղակի մեր ցանկությունն են կլինի մնա նույն ձև, ոնց կա։ Եթե սա տղան պատկացու ամբողջ երևի սա ամբողջ Հայաստանը էլ ումա պետք։ Կարևոր սա ամբողջ կյանքում սրա պայքարն է եղել, եթե սա էլ պիտի տա։ Չի ուզում հավատալ, թե հնարավոր է, որ թուրքն իր տան վրայով ճանապարհ անցկացնի մինչև Նախիջևան։ Եթե այդպես լինի, իրենք ստիպված են լինելու լքել բնակավայրը։ Եթե միջաստավավ պիտի ամենակիչը գնանք միջև մի 20 կիլոմետր, վերջը գնանք դուրս գանք վերևի գյուղերը, դենտեղ որ գնանք մեր ապրել, ինչա պետք։ Մասն ամբողջ Հայաստանի մնա, ոտերս դա քոնը, ոնց կարող է Հայաստանը քոնը լինի։ Դու հալա չկայր Հայաստանը կար, Հայաստանը գոյության մեջ կար, դու պատմությունը իմանում ես, քարտեզին հալա մի հատ նայիտես ինչա։ Խոքո ասելով չգնա։ Բարկանում է այս տարեց մարդը, որ Ալիևի դեմն առնող չկա։ Նրա խոսքին անգամ չի հակադարձում Հայաստանի իշխանությունը, բայց պատրաստվում է խաղաղության պայմանագիր կնքել հետը։ Զարմանում են Սյունիքում։ Փաստաթուղթը այն ժամանակ պետք է ստորագրի, երբ որ կա համարժեքություն, կա հավասարություն, երկու կողմերի կամ արտահայտություն, ասենք հարցը իրականում հասնելու խաղաղության, բայց որ նայում ենք, ասենք իրանց ռետորիկային, ես ոնց որ մի քիչ ասենք չեմ ուզի այս պայմաններում ենք խաղաղության պայմանագիր կնքենք, այսինքն գիտեք ոնց որ զիջողի դերում գտնվելով սենց ասած չկնքենք այդ պայմանագիրը, թող կնքենք հավասարի դեպքում։ Երբ կողմերից մեկը պահանջում է, իսկ մյուսը ենթարկվում, խաղաղության մասին խոսելը հիմարություն է շատերի կարծիքով։ Խաղաղություն չի կարող լինի, հազարամյակներով ենք մենք տուժված, չի կարող լինի դա։ Հա, 100-ի համար կարող խաղաղություն լինի, բայց 10-ի համար խաղաղություն չի լինելու։ Մարդիկ կորցրել են, ոնց կարող է լինի։ Պարտված երկրի ղեկավարը պատերազմի պարտված երկրի ղեկավարը չի կարող լինի։ Ավարտված է այդ թեման։ Ինձ համար դա է։
Վերագույն գլխավոր հրամանատարի հետ պարտված ալնում։ Բնական է, սենց էլ պետք է լինի։ Լավ կլինի, ստեսություն ասի։ Մի մասն էլ կարծում է, որ զինվելու դեպքում Հայաստանը կպարտադրի խաղաղություն, բայց ուզում են, որ գործը զենքին չհասնի։ Պետք է զինվեք, եթե մենք ուժեղ լինենք, մենք ուժեղ ենք, էլի մենք ուժեղ ենք, այսօր ճիշտ է մենք ցույց ենք տալիս, որ այսպես մենք շատ ուժեղ ենք։ Էլի կգնանք վրաներով կանցնենք, բայց մենք չենք անում դա։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Մի հարցում միաբերան նույնն են պնդում Սյունիքում։ Խաղաղություն կլինի թե ոչ, ադրբեջանցիների հետ մեկ հարկի տակ ապրելը անհնար է, գոնե հիմա։ Դա մեր թշնամին է։ Դու թշնամու հետ կարաս ապրես։ Դու ինքդ կարաս, ինձ ես հարց տալիս։ Կոնկրետ ես չեմ կարող ապրեմ, ուրիշի տեղ չեմ կարող պատասխան տամ։ Ադրբեջանցու հետ դու կապրես։ Այդքան կորուստ ունենալուց հետո դու կապրես։ Կներեք էլի որ սենց եմ ասում։ Հա, կապրես։ Երրաբլուր մտնում ես հոգեկան այդ խանգարվում է։ Այս գնամ իմ թշնամու հետ բարեկամություն անեմ, ոնց կարաս։ Դառնում է, որ ասենք դու ինձ չոր ասես, ես քեզ ասեմ ցավը տանեմ, ջան, այդտենց է դառնում փաստորեն։ Բայց դրա պատասխանն էլ պետք է տաս, չէ, չորի պատասխանը պետք է տաս։ Ոչինչ դրա ժամանակն էլ կգա։ Մեր հայ ազգը այդքան կորացած չի։ Պետք է որ վերջը լավը գա։ Թերեզա Կադաևչյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր, Մարզ Նյուզի աջակցությամբ։